բոլոր արցախցիները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Նրանք կրում են Հայաստանի Հանրապետության անձնագրեր, որը հստակ ձևակերպում է, որ այդ կրող անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչը սահմանված է օրենքով։ Անձնագրի մասին օրենքում շատ հստակ գրված է անձնագիրը հավաստում է մարդու անձը, թե ով է տվյալ անձը եւ նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքը։ Եվ հետեւյալ իրավունքները եւ պարտականությունները։ Սա հստակ սահմանված է օրենքով եւ Արցախում հաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի բոլոր այն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որ ունի Երևանում հաշվառված, Վանաձորում հաշվառված, սակայն հենց այդ հաշվառումը մեծ խնդիր է։ Չէ, այստեղ եւ նաեւ մենք պիտի ուշադրություն դարձնենք հենց հաշվառմանը։ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու համար անձը պետք է ունենա հաշվառում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ նախկինում նրանք հաշվառված են Արցախի մարզում։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի մարզում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հաշվառված են եղել Արցախի մարզում։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Արցախը Հայաստանի Հանրապետության տարածք, որովհետև ինքը անձնագիր տալուց պահանջում է հաշվառում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն այստեղ շատ կարևոր այս երկու հանգամանքը կա։ Այդ անձինք բոլորը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության լիիրավ եւ լիարժեք քաղաքացիներ եւ նրանք հաշվառված են եղել Հայաստանի Հանրապետության տարածքում, տվյալ դեպքում Արցախում։ Որևիցե խոսույթ այն մասին, որ այդ մարդիկ պիտի եթե ուզում են թող դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սա անթույլատրելի խոսույթ է եւ անհեթեթ խոսույթ է եւ իրավական մոտեցումներից դուրս խոսույթ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի պարզ պատճառով, որովհետև նա արդեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ինչու են նրանք ստիպում փոխել անձնագրերը։ Ամեն բան արվում է, որպեսզի ջնջվի այն փաստը, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածք։ Այսօր գործադիր իշխանությունը, անտեսելով օրենսդիր իշխանության, այսինքն օրենքի պահանջը, պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից վերադառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի կարգավիճակին։ Սա անհեթեթություն է եւ սա օրենքի խախտում է։ Ինչի են նրանք դա անում, որպեսզի Արցախը նվիրաբերեն Ադրբեջանին։ Այսինքն որպեսզի ջնջվի այն հետքը, մոռացության տրվի։ Այսինքն իրենք մաքրում են իրենց հանցագործության հետքերը։ Այսինքն ակնհայտ է, նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության օրենքով Արցախում հաշվառված բոլոր անձինք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանը ճանաչել է Արցախը Հայաստանի Հանրապետության տարածք եւ հաշվառել է այդ անձանց իր տարածքում։ Եվ այսօրվա իշխանությունները, քանի որ հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, նրանք փորձում են այս բոլոր փաստերը ջնջել եւ որի արդյունքում նաեւ կվերանա Արցախահայության հարցը։ Այսօր մենք տեսնում ենք, որ մի շարք արևմտյան երկրներ, վերջերս օրինակ Կանադայի ներկայացուցիչը հայտարարեց, որ Արցախյան հարցը փակված չէ։ Մենք տեսնում ենք, որ Մինսկի խմբի առնվազն երկու համանախագահող երկրները ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան հայտարարում են, որ Արցախյան հարցը փակված չէ, եւ այս ուրեմն հայտարարությունների հիմքերից մեկը նաեւ հանդիսանում է հենց Արցախահայությունը, որը բռնի քշվել է իր բնակության որպես գործոն։ Այո, որպես գործոն իր բնակության տարածքից քշվել է, եւ այսօրվա իշխանությունները փորձում են դա ջնջել, վերացնել այդ հաշվառման կետը, որ տվյալ անձինք օրինակ հաշվառված են եղել Ստեփանակերտում, Հադրութում, Մարտունիում կամ այլ Արցախի մարզի այլ քաղաքներում։ Ոնց որ ժամանակին Բաքվի հայության հարցը ջնջվեց։ Այո, փորձում են ջնջել։ Ենթարկվեցին հենց նույն ցեղասպանությանը։ Ոչ միայն Բաքվի, այլ Ադրբեջանի մի շարք հատվածներում, Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում տեղի ունեցավ ցեղասպանություն հայերի դեմ եւ այո, Հայաստանի իշխանությունները փոխանակ դա գործոն դարձնեին Ադրբեջանի հետ նրանք բերից ազատվեցին բանակցություններ, նրանք ուղղակի դա փակեցին այդ հարցը։ Այնինչ Ադրբեջանը անընդհատ խոսում էր փախստականների մասին եւ խոսում է մինչ այսօր։ Այսօր Ադրբեջանը խոսում է, որ Սյունիքից իբրև թե մի քանի 100,000
ադրբեջանցիներ են փախստական դարձել եւ պահանջում են նրանց վերադարձը, որովհետեւ տարիներ շարունակ Ադրբեջանը խոսել է, որ ինքը ունի փախստականներ, իդեպ ստացել է նաեւ փախստականների համար ՄԱԿ-ից որոշակի աջակցություն, մի շարք այլ միջազգային կազմակերպություններից, Հայաստանի իշխանությունները, ճակերտավոր իշխանությունները, նրանք արել են հակառակը, նրանք փակել են այդ հարցը ամեն կերպ։ Սա շարունակվում է։ Այսօր այս իշխանությունները նաև փորձում են այդ անձնագրերը փոխել Արցախահայության, որպիսի այդ հաշվառման կետը, որ այս անձինք հաշվառված են եղել Արցախի մարզի տարածքում, վերանա։ Ինչի արդյունքում նաև վերանա այն գործոնը կամ գործոններից մեկը, որի վրա հիմնվելով մեր դաշնակից պետությունները հայտարարում են, որ Արցախյան հարցը փակված չէ։ Այսինքն Հայաստանի իշխանությունները փորձում են փակել Արցախյան հարցը։